Մարզի 6 տարածաշրջանները 9 ամսում սեփական եկամուտներ են ապահովել 79,5%-ով։ Սա թերակատարված հավաքագրում դիտարկվեց։ Համայնքները հարկեր ու տուրքերը լավ չեն հավաքել, իսկ այս մասով ամենամեծ շեղումը գրանցել է Գյումրին։ Քաղաքի բյուջեն թերակատարվել է 530 միլիոն դրամի չափով։ Քաղաքապետի ընտրություններից հետո առաջին անգամ քաղաքապետարանից պաշտոնյա էր ներկա մարզխորհրդի նիստին։ Բան չունիմ ասելու, անուն արտարության ասենք, որ մենք ավել գումար ենք հավաքել, անցյալ համայնքները, անցյալ տարվա հետ համեմատ ավել գումարներ են հավաքել, բայց տարեգանց ու հոկտեմբեր ենք արդեն 56% մասին կխոսանք։ Ամենամեծ կդորը Գյումրուն է, դե հասկանալի է, ամենամեծ բյուջեն է Գյումրուն է, 530 միլիոն, բանի երամսյակի կտրվածքով հագաս է։ Տարբերությունը 40 միլիոն տալիս է մենակ սեփական եկամուտներից, դա բանը, որ սեփականաշնորհման գործընթացը կանգ է արել։ Նախկինում կատարվել է, հիմա որ այդ մարտիկ եկել են եւ դուրս են մնացել կադաստրային այդ հաշվառումից, այդ սեփականաշնորհման գործընթացը տաղում։ Մյուսը կապված է այս բանը, հողերի օտարումի հետ, մոտ 340 միլիոն դրամ մենք ունենք հողերի օտարումից գումար ստանալու, բայց մինչև այսօր շատ քիչ օտարում ենք կատարել։ Գյումրին թերացումներ ունի նաև անշարժ գույքի ու փոխադրամիջոցների վճարների հավաքագրման մասով։ Քաղաքապետի տեղակալը հայտարարեց, որ դա ոչ միայն բնակիչների մեղքով է, նշելով, որ մարզպետարանի ենթակայության կառույցների աշխատակիցները ևս հրաժարվում են վճարումներից, ու մարզպետին հորդորեց կոչ անել վերանայել իրենց վերաբերմունքը։ Այդտեղից մեծ գումարներ կան, որոնք մինչև հիմա գույքահարկ է, հողահարկ է չեն ուզել։ Ի նկատի քաղաքացիներին։ Այո, քաղաքացիներին մի հատ էլ պատկերել բոլորին։ Այդ ամենը կարգավորությունը թողնի մինչև տարեվերջ, եթե այդ կարգավորեն, հաստատ հարցում է այդպես ամենը բերենք գինի։ Պարոն Առաքելյան, չեմ կարծում որ 530 միլիոնը սա մարզպետարանի աշխատողները պետք է ջարեն, բայց նաև ենթակա կառույցները հասկանում եմ, միանշանակ հենց ըմի էլ հրապարակային հորդորում եմ բոլոր Շիրակի մարզի քաղաքացիներին, Գյումրու բնակիչներին, Անիի, Ախուրյանի, Արտիկի, Ամասիայի, Աշոտսկի, սեփական ձեր վճարվելիք գումարները վճարեք։ Հավաքագրվող գումարներից են կախված համայնքներում իրականացվող բոլոր ծրագրերը, խոսքը հիմնականում սուբվենցիոն փաթեթներին է վերաբերում։ Համաֆինանսավորում պահանջող սուբվենցիոն ծրագրերով են բնակավայրերում ենթակառուցվածքներ նորոգվում։ Մյուս պետական ծրագիրը, որ մեծ ծավալ ունի մարզում, դպրոցաշինությունն է։ 20 միլիարդ դրամ գումար է այս տարի հատկացվել 11 դպրոցի եւ 2 մանկապարտեզի կառուցման համար։ Ժամանակին ու որակով կառուցումը քաղաքաշինական բոլոր ծրագրերով մշտադիտարկման տակ է։ Բազմաթիվ դեպքեր են լինում, երբ որ շինարարությունը սկսվում է, եւ ամուր շինարարությունը գնում է, դեռ շինարարության դիտողությունները առկա չեն։ Անհամապատասխանություն լինում փաստաթղթերի։ Մեր վերահսկողությունը չեն կարող նորմալ անել։ Հետո վերջին շինարարները կանգնում են կազմի առաջ, որ կարող է կան, այնպես լինի, որ անհամապատասխանության պատճառով հավաքականացները չընդունվեն։ Շատ ցավոտ հարց է, ճիշտ է, շատ հնարավոր է դեկտեմբերի 31-ին այդ աշխատանքները տարվա վերջացրած չեղավ, այդ գումարները կառավարությունից հետո վերցրած չեղանք, տեղափոխվի 26 թիվ ու ավելի մեծ խնդիրների առաջ կանգնի թե շինարարները, թե մենք։ Գյուղ մարդիկ գործեր ամփոփելիս երամսյակային տվյալներ ներկայացվեցին։ Նախորդ տարվա համեմատ բերքատվության բարձր ցուցանիշ ունենք մարզում ցանկատարածքների ավելացման հաշվին։ Թեև ամռանը մի քանի անգամ տեղացած կարկուտը տասնյակ գյուղերի բերքը վնասել էր։ Պետությունը կարգտահարության վնասի դիմաց մասնակի փոխհատուցում է տրամադրելու։ Գյուղացիական տնտեսություններին ժամանակ տրվեց ստուժած ցանկատարածքների վերաբերյալ հաշվարկները կրկին ներկայացնել մարզպետարան։ Այս տարվա կարգտահարությունից վնասվել է մարզի 4215 հեկտար գյուղատնտեսական ցանկատարածքներ։ Ամենաշատ վնաս կրել են Ախուրյանի ցանկերը մոտ 4000 հեկտար։ Մարինե Դերբինյան, Արարատ Ծատուրյան, Հորիզոն։